Ֆիլմը նվիրվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքին եւ Ռեյչել Քարալեսի հիշատակին։ Այսպես կլինի աշխարհի վերջը։ Հրեշտակները դուրս կգան եւ կզատեն չարերին արդարների միջից եւ կգցեն նրանց կրակի հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Մատթեոսի ավետարան 13-րդ գլուխ։ DRC Production-ը ներկայացնում է Dan Cruz, Emily Jo Tisdale, Terry Jernigan, Paul Stober, Robert Seymane, Ժողքից փախածը կինոնկարում։ Compositor Cruz Apostol. Operator James Burgess. Պրոդյուսերներ Դեննի Քարալես, Ռենդի Սմիթ։ Սցենարի հեղինակ Մայքլ Մարտին։ Ռեժիսոր Դեննի Քարալես։ Կարողանում հավատալ, որ նա այդ արեց։ Կենթանացավ, չգիտեմ ինչպես, բայց չենք թողի, որ մահանա։ Ներարկիր նրան ինչ-որ բան, մի բան արա։ Ներարկիր նրան 50 միլիգրամ։ Դա իրականություն է, դա սարսափելի իրականություն է։ Դու 2 միլիգրամ կաթիլայնի մեջ։ Դե, արագացրու։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է։ Դա սարսափելի իրականություն է։ Ամեն ինչ լավ կլինի։ Երբ պատրաստ լինես, կօգնես ինձ։ Ես դեղը ներարկեցի։ Ապրես, լավ է։ Նա կենթանանում է, գրկի, զգուշությամբ, լավ է։ Դողդոջուն շրթունքներ, խորշակված նավեր։ Պահի նրան։ Կենթանացավ։ 5 միլիգրամ մորֆի։ Դա քեզ կհանգստացնի։ Եթե կրկին այդ անես, ես այլևս քեզ չեմ փրկի։ Կենթանացավ։ Տանենք նրան այստեղից։ Դոկտոր Բուրգես, անցեք վերակենդանացման բաժին։ Դոկտոր Բուրգես, շտապ անցեք վերակենդանացման բաժին։ Աչքերդ մի բաց, հանգստացի։
Այդ դու նրան համոզեցի։ Ոչ, նույնիսկ լսել չեմ ուզում այդ մասին։ Հիմա ես կգամ։ Դեն, խնդրում եմ, գտեք ամենալավ պալատը դոկտոր Ռոբինսոնի համար։ Եղավ։ Ես կզրուցեմ նրա հետ, երբ նա ուշքի գա։ Դողդոջին շրթունքներ, խորտակված նավեր։ Նա տեսել է այս։ Դոկտոր Բուլ, Այո։ դոկտոր Ռոբինսոնը փախավ։ Ինչ? Նա մեկներ շտապօգնության Դու մեքենայով։ կարող ես հետևել ու գտնել Կարծում եմ նրան։ այո։ Մենք խնդիրներ ունենք։ Ինչու դու ոստիկանություն զանգահարեցիր։ Ես ուզում եի զանգահարել ոստիկանություն։ Ես պարտավոր էի այդ Դու չպետք է զանգահարեիր ոստիկանություն։ Դուք արդեն գտաք նրան։ Ոչ, առայժմ ոչ։ Դու կարող ես միացնել ինձ նրա հետ։ Էրիկ, Կարլն է խոսում։ Ես գիտեմ, դու մորֆիից հալյուցինացիա ունես։ Ես ուզում եմ, որ դու կանգնեցնես մեքենան եւ սպասես ինձ այդտեղ։ Մենք Մարիսայի հետ կգանք եւ կվերցնենք քեզ։ Էրիկ։ Էրիկ։ Ահա նա, դոկտոր Բուրգ։ Ով կա այդտեղ։ Ինչով կարող եմ օգնել։ Նրանք հետապնդում են ինձ։ Ովքեր նրանք։ Դուք թաքնվում եք ոստիկանությունից։ Ոչ։ Դա ինչ որ մի արարած է։
Ես նրան բերել եմ ինձ հետ։ Նրանք հետևում են ինձ։ Հետևում են։ Ո՞վ է հետևում ձեզ։ Մի արարած դժողքից։ Այդ դու ես։ Հանգստացեք։ Նայեք ինձ։ Դուք հարբած եք։ Ոչ, Դուք թմրադեր եք օգտագործում։ ոչ, դուք չեք հասկանում։ Ես կտեղափոխեմ ձեզ հիվանդանոց։ Ես հենց նոր հիվանդանոցից եկա։ Նրանք ոչնչով չեն կարող ինձ օգնել։ Հավատացեք ինձ, ես ինքս բժիշկ եմ։ Ես չեմ կարող ձեզ օգնել, եթե դուք չբացատրեք, թե ինչ է կատարվում։ Լավ։ Ուրեմն լսեք ինձ։ Այդ բանին դժվար է հավատալ։ Նույնիսկ չգիտեմ, թե դա երբ է սկսվել։ Ես հայտնվեցի դժոխքում, բայց նույնիսկ չգիտեի այդ մասին։ Ամեն բան սկսվեց մոտ 1 ամիս առաջ։ Ես խանգարման եզրին էի, բայց նույնիսկ չէի պատկերացնում։ Ես արդեն 29 տարեկան էի։ Ես իմ կարիերայի բարձունքին էի հասել, որին կարող էի միայն երազել, բայց դա քիչ էր։ Ես ապրում էի հակադեպրեսային դեղերով։ Բուժվում էի այնքան ժամանակ, մինչև որ հասկացա, որ գիտեմ 10 անգամ ավելին, քան իմ բժիշկը։ Ես փախչում էի ինչ-որտեղ եւ փախչում էի վախից։ Ես ժպտում էի, որպեսզի ոչ ոք գլխի չընկներ այն դատարկության մասին, որն իմ ներսում էր։ Ողջույն, ինչպես է մայրիկը։ Երազանց է։ Ինձ բժիշկ է հարկավոր շտաբ։ Դոկտոր Ռոբինսոն, անցեք վերակենդանացման բաժին։ Դոկտոր Ռոբինսոն, շտաբ անցեք վերակենդանացման բաժին։ Մենք լճի մոտ ենք, նա վազում են, խաղում են։ Լորեն, 11 տարեկան, օծի խայթոց։ Ողջույն Լորեն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մարմնիդ ո՞ր մասում է օծը քեզ խայթել։ Այստեղ։ Ինչպես դա պատահեց։ Մենք լճի մոտ ենք, մենք այնտեղ խնջույքի ենք հավաքվել։ Այսօր նրա ծննդյան օրն է, նա վազում է լճափին, զվարճանում էր, խաղում էր եւ հետո իջավ դեպի լիճը, հանկարծ ոտքը դիպչեց քարին թե փայտին։ Նա կռացավ տեսնելու թե ինչ կա այդտեղ եւ նրան օծը խայթեց։ Դու չես հիշում այդ օծի գույնը։ Սևեր, կարմիր եւ դեղին երանգներով։ Խնդրում եմ օգնեցեք։ Դու կարող եք ինձ օգնել։ Իմ ամուսինը մեր աղջկան այստեղ բերեք։ Նրան ոստեղ հայտեր Լորեն Հարիսոն։ Այո, այստեղ խնդրեմ։ Սևեր, կարմիր եւ դեղին երանգներով։ Դու համոզված ես։ Այո, Կարծում եմ, որ քեզ խայթել է ոչ թե կորալյան, այլ արքայական օծը։ դուք համոզված եք։ Դե եթե քեզ խայթած լիներ կորալյան օծը, դու արդեն այստեղ նստած չէի լինի, բարձ է։ Այո, Գիտեք ինչ, ես այստեղ կուղարկեմ բուժքրոջը, նա կվերցնի անհրաժեշտ անալիզները, կլրացնի փաստաթղթերը, եւ դուք կարող եք գնալ մի 2 րոպեից, լավ։ լավ։ Ձեզ հետ ամեն բան կարգին է։ Ամեն բան կարգին է, միայն թե գլուխս պտտվեց։ Դե լավ։ Տեսնում ես, չէ որ ես ասում եմ, ամեն բան լավ է, ամեն բան։ Հայրիկ։ Հայրիկ, հայրիկ։ Հայրիկ, օգնեցեք, ով կա այդտեղ, օգնեցեք իմ հայրիկին, դու օգնեցեք։ Շտապ եկեք այստեղ։ Հայրիկ։ Ոչ, ոչ, հայրիկ։ Ոչ, իմ ամուսինը։ Ոչ, Բոլորը դուրս գնան, բոլորը դուրս գնան։ Ինձ օգնություն է պետք։ Լավ, պարկասնենք նրան սեղանին։ Ես փրկում եի ուրիշների կյանքը։ Լիցք։ Բայց չգիտեի ինչպես փրկեմ սեփական կյանքս։ Մինչ վերադարձ կամբոյ։ բժիշկ։ Նա կապրի։ Նստեք, խնդրում եմ։ Բժիշկ Բուրգը, մեր կարդիոլոգը, անալիզներ է կատարում։ Հետազոտությունների արդյունքը թույլ է տալիս մեզ խոսել այն մասին, թե որքանով է դա լուրջ։ Բժիշկ, խնդրում եմ, արեք ամեն հնարավորը։ Նա աշխարհում ամենալավ ամուսինն է եւ ամենալավ հայրն է, որին միայն երազել կարելի է։ Ես չեմ կարող ապրել առանց նրա։ Ես հասկանում եմ։ Լսեք, հիմա նրան միայն հանգիստ է պետք, եւ ձեզ նույնպես։ Հասկացեք, մենք անում ենք այն ամենը, ինչ որ մեզանից պահանջվում է։ Շնորհակալություն։
Ինչպես է հիվանդը իրեն զգում բժիշկ։ Չեմ կարող կոնկրետ ասել ձեր այդմեցություն։ Դուք դեմ չեք լինի, եթե ես մնամ այստեղ եւ աղոթեմ նրա համար։ Ոչ, ես դեմ չեմ։ Կարելի է ձեզ հարցնել, ինչի համար եք դուք ուզում աղոթել։ Ես ուզում եմ աղոթել նրա փրկության համար։ Դե նա առանց այդ էլ լավ մարդ է։ Միգուցե լավ կլիներ, որ դուք աղոթեիք նրա զարկերակային խցանման համար։ Անպայման։ Բայց եթե այն ամենը, որ դուք անում եք, չօգնի իրեն, նրան անհապաղ կարևոր է իմանալ, թե որտեղ պետք է անցկացնի իր հավիտենությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի Աստծո առջև։ Եվ մենք բոլորս հաշիվ պետք է տանք մեր ողջ կյանքում կատարածների համար։ Եվ այն ժամանակ ամենը կախված կլինի այն բանից, թե ինչ է ասում այս համարում, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ հավատա նրան չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Հակառակ դեպքում Աստված կուղարկի մեզ դժոխք, այդպես չէ՞։ Դուք ունեք մի փոքր ժամանակ։ Ես ուզում եմ ձեզ ինչ-որ բան ցույց տալ։ Հայտնության գրքում գրված է. Եվ ես տեսա փոքր եւ մեծ մեռելներ, որոնք Աստծո առջև կանգնած էին։ Ես գրքերը բացվեցին, եւ մի ուրիշ գիրք բացվեց, որը է կյանքի գիրքը։ Եվ ով կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, նա ձգվեց կրակելիչը։ Եթե Աստված այդքան սիրով եւ ողորմած է, այդ դեպքում ինչու է նա ստեղծել դժոխք։ Իսկ ինչու են մարդիկ մերժում Աստծո սերն ու ողորմությունը։ Հասկանում եք, Քրիստոսի սերն ու ողորմությունը մերժելով, մարդը ընտրում է մեղքը եւ մահը ու գնում է դժոխք։ Եվ դա իր ընտրությունն է։ Բադեր, մի հպարտացեք։ Բադեր, մի հպարտացեք։ Բադեր, մի հպարտացեք։ Ինչը նա փորձում ասել։ Բադեր, մի հպարտացեք։ Նա զառանցում է։ Միգուցե դուք մեկ ուրիշ անգամ կգաք։ Իհարկե, շատ հաճելի է ձեզ հետ զրուցելը բժիշկ։ Ինչ հանդիպում ձեր այդ մեծություն։ Ինձ վրդովեցրեց քարոզիչի նման վերաբերմունքը։ Նրա խոսքերը իմ ներսն ամբողջովին տակնու վրա արեցին։ Ես մտածում էի, ինչպես նա կարող էր այդքան ինքնավստահ լինել եւ ասել, որ սիրող Աստված կդատապարտի այդ մարդուն։ Մեկին, որն այդպես սիրում էր իր ընտանիքը։ Նա ուղղակի ձեզ ասել է այն, ինչ գրված է Աստվածաշնչում։ Այո, բայց ես չէի կարող հավատալ, որ սիրող Աստված կարող է մեկին պատժել ամբողջ մի հավիտենությամբ։ Դա սարսափելի միտք էր եւ այդ միտքը պետք էր հերկել։ Որտեղ եմ ես։ Դուք վերակենդանացման բաժանմունքում եք։ Ձեզ մոտ ընդարձակ ինֆարկտ էր։ Ես մահացել եմ։ Լսեք, դուք պետք է իմանաք, որ մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ձեզ ոտքի կանգնեցնենք։ Դուք պետք է ապակինվեք։ Դուք պետք եք ձեր կնոջը եւ ընտանիքին։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ոչ, ոչ։ Դուք չեք հասկանում։ Ես չէի ուզում վերադառնալ։ Ինչ է նշանակում դուք չէիք ուզում վերադառնալ։ Ես երկնքում էի։ Այնտեղ չկա ցավ։ Չկա վախ։ Սկզբում ինձ թվաց, թե ինձ վթարի ենթարկեց մի բեռնատար ավտոմեքենա եւ իմ կրծքի վրայով անցավ։ Բայց հետո ցավը վերացավ։ Ես սավառնեցի իմ մարմնի վրայով եւ զգացի մի այնպիսի խաղաղություն, այնպիսի սեր, եւ զգացի մի այնպիսի խաղաղություն, այնպիսի սեր, կարծես թե ես սավառնեցի դեպի առաստաղը, ես տեսա ձեզ եւ բոլորին, ովքեր այնտեղ էին, եւ հանկարծ ես զգացի, որ թռչում եմ թունելի միջով։ Բայց եւս մի բան կար, դա մի փոքր տարօրինակ էր։ Ես թռչում էի թունելի ներսով եւ հանկարծ նայեցի ներքև եւ կարծես հիվանդանոցի տանիքին տեսա մի գրված՝ «Բադեր, մի հպարտացեք»։
Մի խոսքով ես ուզում էի շարունակել թռչել։ Առջևում լույս էր։ Հրաշալի լույս էր։ Ես չէի ուզում վերադառնալ։ Եվ հանկարծ այդ պահին զգացի ցնցում եւ հետ վերադարձա մարմնիս մեջ։ Լսեք, դուք պետք է մի փոքր ննջեք։ Ձեզ մոտ կգա բժշկուհի Մարիսա Հոլովեյը եւ դուք նրան կպատմեք, թե ինչ եք վերապրել, լավ։ Ինչ ունենք այստեղ, կարտոֆիլով բազմոցի վրա նստողների ակումբի եւս մեկ անդամ։ Սեթ Հարիսոն, երկու երեխա, ճարտարապետ։ Այո, նրա արյունատար անոթները խցանված են ինչպես մայրուղին թեժ պահին։ Դժվար չէ պատկերացնել նրա կյանքի ոճը։ Մի ամբողջ շաբաթ տապակազդու հավերնոսով, իսկ հանգստյան օրերին գարեջուր մանրոցով ախեց գդիներով։ Իսկ կա նրա համար։ Նրա կարդիոգրաման ցույց է տալիս, որ ինյեկցիա գործոնը 5% է։ Նրան նոր սիրտ է պետք։ Ես զանգահարեցի փոխպատվաստման կենտրոն եւ ինձ ասացին, որ նրա հազվադեպ արյան կարգի համար ժամանակավոր թույլատման դեպքում նրա հույսերը քիչ են։ Հետևություն։ Զարմանալի է, որ մինչև հիմա կենդանի է։ Սա Մարիսա Հոլովեյի ինքնապատասխանիչն է։ Խնդրեմ թողեք ձեր հաղորդագրությունը ձայնային ազդանշանից հետո։ Մարիսա, Էրիկն է խոսում։ Ես մի հիվանդ ունեմ, որը կարծում եմ հարմար է քո հետաքննության համար։ Նրա անունն է Սեթ Հարիսոն։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, 6-րդ առանձնասենյակում։ Եվ հետո, խորհուրդ եմ տալիս այցելես նրան, որքան հնարավոր է շտապ, նրանք կարճ ժամանակ է մնացել։ Դուք վատ տեսք չունեք։ Ես ուզում եմ ձեզ մի քանի հարց տալ։ Այդ օրը մեր 18 ժամյա վթարային հերթափոխն էր։ Մենք պետք է վերանորոգեինք հոսանքի մատակարարման գիծը։ Կարծում եմ դա 14-րդ ստորաբաժանումն էր։ Ես իմ աշխատակցի հետ ահավոր հոգնել էինք, բայց համենայն դեպս շարունակում էինք աշխատել։ Գիտեք, դա ծիծաղելի է։ Մեզ երկուսից թվում էր, թե մեզ պետք է արտաժամյա աշխատանքի վարձատրություն։ Ուրեմն այսպես, այդ օրը անձրև էր գալիս։ Ես իջա ներքև եւ պատահաբար ոտքը ստիպա բաց հաղորդալարին, այն ընկած էր ոտքի տակ։ Ես զգացի հոսանքի ուժգին հարված, որը անցավ իմ ողջ մարմնի միջով եւ իմ աչքերի դեմ մտնեց։ Ես բացեցի աչքերս եւ երդվում եմ ձեզ, տեսա ներքևում իմ սեփական մարմինը։ Երևի ես թռչում էի նրա վրայով։ Էրիկ։ Այո։ Սա այն գումարն է, որը քեզանից ես վերցրել էի 4 տարի առաջ, տոկոսներով։ Դու երբեք այն չէիր վերադարձնի, եթե քեզ որևէ բան պետք չլներ ինձ անես։ Ինչ ես դու ուզում։ Ես չեմ խմում արդեն 6 ամիս։ Էրիկ, իմ կյանքը փոխվել է։ Արդեն 3 ամիս ես զբաղվում եմ այն բանով, որ բոլորին պատմում եմ, թե մենք ամենքս պարտական ենք Հիսուս Քրիստոսին։ Եվ հիմա ես վերջապես համարձակություն ունեցա գալ եւ տեսնել քեզ հետ։ Եվ ես հուսով եմ, որ սա կլինի սկիզբը։ Գիտես ինչ, ինձ մոտ հիվանդանոցում մի մարդ կա, որ իսկապես սիրում է իր ընտանիքը։ Նրա սիրտը շուտով կանգ կառնի, իսկ դու գալիս ես այստեղ ինչպես մի վերջին սրիկա։ Դու այն մարդն ես, ով իր ընտանիքը լքեց հարբեցողության պատճառով։ Ավելի լավ կլիներ, որ դու մեռնեիր։
Իսկ հիմա դու եկել ես ինձ մոտ, որ Աստծո մասին պատմես։ Մամա, Ես այստեղ եմ, Էրիկ։ Ողջույն թանկագինս։ Ինչպես են գործերը։ Ես քեզ համար տակ թե եմ պատրաստել։ գերազանց է, շնորհակալություն։ Ինչպես են քեզ մոտ գործերը։ Երբեք գլխի չես ընկնել, թե այսօր ում եմ տեսել։ Քո հայրիկին։ Որտեղից գիտես։ Որովհետև 2 շաբաթ առաջ նա եկավ, հարցրեց քո մասին եւ ասաց, որ ուզում է քեզ հետ տեսնվել։ Եվ դու նրան ասացիր, թե որտեղ ինձ կարող է գտնել։ Այո։ Այդ ինչպես դու կարող ես ընդհանրապես նրա հետ խոսել, այն բանից հետո որ նա քեզ արեց, ինչպես նա վարվեց մեզ հետ։ Այո, բայց նա փոխվել է, նա դարձել է վերստին ծնված քրիստոնյա։ Գերազանց է։ Այսինքն նա քեզ ասաց, որ քրիստոնյա է դարձել, պատմեց Հիսուսի մասին, եւ մի երկու ամեն ասեց եւ դու հավատացիր նրան։ Դե լավ, մայրիկ, դու բոլորից լավ գիտես, թե ինչպես է նա կարողանում մարդկանց մատների վրա խաղացնել։ Նա գիտեր, որ դու հավատացյալ ես եւ գիտի, թե որ կոճակները սեղմի։ Ես գիտեմ, թե երբ է քո հայրը կեղծում, բայց այս անգամ դա այդպես չէ։ Դու միայն մտածեցիր, որ նա իր հետ Աստվածաշունչ ունի, ես պետք է մոռանամ այն բոլոր դժվարությունները, որ մենք իր պատճառով ապրեցինք։ Իսկ դու մտածում ես ինձ համար է հեշտ դա անել, կարծում ես ինձ համար է հեշտ մոռանալ բոլոր ցավը, որ նա պատճառեց ինձ։ Ինչպես նա թողեց ինձ քեզ հետ միայնակ, նա կործանեց ինձ։ Եվ եթե ես չհանդիպեի խորթորդ, ինչպես պետք է մինչ հիմա գոյատևեի։ Ես պարտավորված եմ կանգ առնել եւ ամեն 5 րոպեի ընթացքում քեզ հիշեցնել այն մասին, որ Աստված ներել է նրան։ Եվ ես էլ պարտավոր եմ ուժ գտնել նույնպես ներել նրան։ Ես չէի կարող հասկանալ, թե որտեղից էին մայրը հավատ ձեռք բերել, որպեսզի ների։ Ինչպես Աստված կարող էր ստիպել նրան ազատագրվել ատելությունից, չվերականգնելով արդարությունը։ Ինձ թվում էր, թե դա արդար չէ։ Պարոն Հարիսոն։ Բարև ձեզ։ Իմ անունը Մարիսա Հոլովե է։ Ես անցկացնում եմ այս հիվանդանոցում հետազոտություններ։ Ինչ հետազոտություն։ Ես ուսումնասիրում եմ հոգեդարձի փորձառությունը։ Ինչպես ես հասկացա, 3 դուք նմանատիպ ապրումներ եք ունեցել։ Իսկ ինչի համար է տեսախցիկը։ Ես ուզում եի նկարահանել մեր զրույցը։ Ես կարող եմ ձեզ մի քանի հարց տալ։ Գիտեք, ես այնքան էլ լավ չեմ ինձ զգում։ Պարոն Հարիսոն, ես կարծում եմ, ձեր վկայությունը կօգնի որոշ մարդկանց փոխել իրենց հայացքը կյանքի նկատմամբ։ Խոստանում եմ, այն շատ ժամանակ չի պահանջի։ Ես իսկապես ինձ լավ չեմ զգում։ Միգուցե ուրիշ անգամ։ Լավ, ես կգամ ավելի ուշ։ Խնդրում եմ, ներեցեք ինձ։ Շնորհակալություն։ Ներեցեք։ Ոչինչ։ Միգուցե պետք է անել սրտի փոխպատվաստում, մենք լավ խնայողություն եւ ապահովագրություն ունենք։ Հարցը գումարը չէ, դա ժամանակի հարց է։ Ձեր ամուսնուց առաջ դեռ կան շատ մարդիկ, որ սպասում են փոխպատվաստման։ Ես շատ եմ ցավում, բայց վախենում եմ, որ նա չհասնի դրան։ Ես հիմա ինչ անեմ։ Ես ինչ պետք է ասեմ իմ աղջկան։ Տիկին Հարիսոն, սա բժիշկ Մարիսա Հոլովեյն է։ Նա օգնում է մարդկանց, որոնց հարազատների կորստյան պատճառով ապրումներ է սպասվում։ Ամեն ինչ լավ կլինի։ Նրանք խոսում են առավոտյան ժամը 6-ից։ Առավոտյան 6-ից։ Առավոտյան 6-ից։ Եվ ինչ էին նրանք ուզում վաճառել։ Լոուֆիս։ Ինչ։ Ինչ որ սափրվելու հարմարանքներ։ Այո, շատ կարևոր իր է։ Ես գնել եմ ինձ համար։ Չգիտես փողերդ որտեղ ծախսես։ Երևում է վախի վաճառականը նորից իր գործի մեջ է։
Եթե իմ հիվանդները գոհ են, գոհ եմ նաև ես։ Ուրախ եղիր, այսօր ինչ հրաշալի օր է։ Հիվանդներից ոչ մեկը չի մահացել, նաև 3000 բանտում դու հրավիրում ես ինձ ճաշի։ Գիտես ինչ կար։ Երբեմն մարդիկ մտածում են, որ դու ուղղակի անտանելի ես։ Հետո ինչ, կարևորը դու այդպես չմտածես։ Այո, իհարկե։ Կարծում եմ գիտեմ, թե ինչը քեզ կզվարճացնի նույնիսկ այս սարսափելի տրամադրության մեջ։ Իրոք, եւ ո՞րն է դա։ Գեղեցիկ եւ տաղանդավոր Մարիսա Հոլովեյը։ Այ թե։ Ուրեմն դու այսօր միայնակ կճաշես սիրելիս։ Մարիսա։ Ողջույն Երիկ, շնորհակալ եմ, որ հաղորդեցիր ինձ։ Հուսով եմ, որ քեզ հետ ճաշել վաստակեցի։ Ոչ, ինձ աշխատել է պետք։ Դրա փոխարեն դու ընտրիկ վաստակեցիր։ Հեյ, կար, սպասիր։ Կտեսնենք երեկոյան։ Մեկ րոպե։ Սպասիր, խնդրում եմ քեզ։ Մի փակիր դուռը։ Ուրեմն դու ստիպված ես մի 2 մետր ետ գնալ։ Երիկ, սպասիր։ Լսիր, ինձ համար այնքան էլ հեշտ չէ։ Ես գիտեմ, որ մեղավոր եմ քո եւ քո մոր առջև։ Ինձ համար շատ դժվար էր գալ այստեղ քեզ տեսնելու համար։ Այդ դեպքում ինչ ես դու այստեղ անում։ Սա ներողության հերթական ձևն է։ Իմացիր, ես չեմ պատրաստ հանձնել քեզ մեքենան, պարտքով գումար տալ եւ թույլ չեմ տա գիշերն այստեղ հասկացնել։ Ուրիշ ինչ է քեզ պետք։ Քո ներումը Ավելի շուտ դժոխքում ցուրտ կլինի, քան թե այդ բանը տեղի կունենա։ Ներիր։ Դժոխք գոյություն չունի, այսպիսին է իմ թեորիան։ Դրա փոխարեն ես կարող եմ ապացուցել կյանքի գոյությունը մահից հետո, վայր, որտեղ բոլորն են գնում, սիրո եւ ուրախության վայրը։ Երկինքը։ Այո, պատկերացրու թե դա ինչ է նշանակում հոգեբուժական ասպարեզում։ Մենք կարող ենք բուժել դեպրեսիան, ազատագրվենք մահվան վախից։ Իսկ քեզ չի թվում, որ մահվան վախը երբեմն օգտակար է լինում։ Միայն մտածիր, եթե մարդիկ մի փոքր շատ վախենային մահվանից, հնարավոր է որ նրանք դադարեին ճարպոտ կերակրուտելուց, ծխախոտ օգտագործելուց եւ այն բաներն անելուց, որոնք առաջացնում են քաղցկեղ։ Դու դեռ չես շփվել իմ հիվանդների հետ։ Նրանք ապրում են մշտական սարսափի մեջ, որովհետեւ վախենում են մահվանից։ Նրանք չեն ուզում մահանալ, որովհետեւ չգիտեն թե ուր կգնան մահվանից հետո։ Այ իսկ դու երբևիցե տեսել ես թե ինչպես է քրիստոնյան մահանում։ Մի քանի անգամ։ Օրինակ իմ տատիկը, երբ նա մահանում էր, այդ ինձ համար ամենախաղաղ եւ ամենահանգիստ ապրումներն էին իմ ողջ կյանքի ընթացքում։ Թվում էր թե նա այդ բանին պատրաստ էր։ Այդ ամենը եղել է իր հավատքի շնորհիվ։ Այդ երբվանից դու դարձար հավատացյալ։ Միգուցե ես չեմ հավատում Հիսուսին, բայց ես հավատում եմ հավատքի ուժին, այն բոլոր դեղերից օգտակար է աշխատում։ Ինձ միանգամից հրապուրեց այդ միտքը։ Եթե նա ճիշտ էր, ուրեմն բոլոր լատիների նմանները սարսափելի խապված են դժոխքի հարցում։ Իսկ սա ինչ է։ Օ, սրանքան երեխաների կողմից նկարված դրախտի նկարներն են, որոնց հետ ես աշխատում եմ։ Նրանք բոլորն էլ ունեցել են հոգեդարձի փորձառությունը։ Քեզ։ Այո։ Շատ տպավորիչ երեխաներ են։ Ոչ, սա նկարել է մի նկարիչ, որի հետ ես զրուցել եմ։ Նա կլինիկական մահ է ապրել թմրադեղերի չափազանց ներարկման պատճառով։ Նա ասում էր, որ դժոխքում այսպիսի արարածներ է տեսել։
Հիմա ամեն օր նա երազում տեսնում է նրանց։ Նրա հետ ես շատ երկար եմ աշխատել։ Ես քեզ էլի ինչ-որ բան եմ ուզում ցույց տալ։ Երբ է դա ձեզ հետ կատարվել։ Դա կատարվել է 2 տարի առաջ, բայց ես այնպես եմ այն հիշում, կարծես թե դա 3 է եղել։ Ես զբոսնում էի քաղաքում եւ անցնում էի փողոցն այն կողմ։ Սկզբում ինձ թվաց, թե ամեն բան կարգին է։ Եվ հետո ես լսեցի, որ մարդիկ սկսեցին ճչալ փողոցի 4 կողմից։ Նրանք խուճապի մեջ էին։ Ես լսեցի, որ ինձ ավտոմեքենա էր մոտենում, բայց չգիտեի, թե որ կողմ փախչեի։ Ու Աստված իմ։ Աստված իմ։ Եվ ինչ կատարվեց հետո։ Դա ամենից հիասքանչն էր, որ ես երբևիցե զգացել եմ։ Չեմ կարող խոսքերով նկարագրել։ Ես կարողանում էի տեսնել, ես թռչում էի իմ սեփական մարմնի վրայով եւ տեսա, թե ինչպես են մարդիկ վազում ինձ մոտ։ Նրանց մեջ մի բժիշկ կար, նա սկսեց ինձ արհեստական շնչառություն տալ։ Դու գտնվում էիք ձեր իսկ մարմնից վերև։ Չէի հասցրել ինքս ինքի գալ, երբ հայտնվեցի լույսով լի մի թունելի մեջ։ Իսկ հետո ես տեսա երկնքի լույսը։ Այնտեղ այնքան հիասքանչ էր։ Ես երբեք այդ պատկերը չեմ մոռանա։ Ես երբեք նմանօրինակ բան չեմ տեսել։ Ես ուզում էի վազել այնտեղ։ Ես գիտեի, որ Հիսուսն ինձ սպասում էր, բայց հետո ես կանգ առա։ Ինչու դուք կանգ առաք։ Իմ առջև հայտնվեց ինչ-որ մի սքանչելի Արարած։ Նա հրաշալի էր, լուսավորված էր լույսով։ Ես հասկացա, որ դա հրեշտակ էր։ Դարվի, բարձրալի աղջիկ, ներիր, բայց քո ժամը դեռ չի եկել։ Դու պետք է վերադառնաս։ Ինչ եք դուք կարծում։ Ինչու հրեշտակը անվանեց ձեզ բարձրալի աղջիկ։ Որովհետև այդպես էլ կա, ես քրիստոնյա եմ, քանի որ ով ընդունում է Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, դառնում է Աստծո աղջիկ կամ տղա, այդպես էլ կա։ Ինչ եղավ հետո։ Ինձ հետ հրեշտակի խոսելուց հետո ես ամբողջ էությամբ փափագում էի մնալ այնտեղ, բայց ես գիտեի, որ չեմ կարող եւ հետո նորից մտնեց, եւ ես այլևս ոչինչ չտեսա։ Ես վերադարձա իմ մարմնի մեջ եւ ամեն բան ավարտվեց։ Ինչ ես դու այս մասին մտածում։ Դու իսկապես ուզում ես իմանալ։ Այո։ Կարծում եմ, որ հարվածից տեղի ունեցել նրա ուղեղի տեսողական կենտրոնների ցնցում եւ հին տեսողական հիշողությունները, գումարած նրա կրոնական մահվան սպասելիքները, ծնել են այդ լուսային տեսապատկերները։ Քո թեորիայի մեջ մի սխալ կա։ Եվ ո՞րն է այն։ Նա ծնեկույր է։ Այո, բայց դու այնուամենայնիվ չես կարող օգտագործել այս ծիծաղելի վկայությունը։ Չկա ոչ մի ապացույց, միայն քո սուբյեկտիվ փորձը, դա չի կարելի ստուգել։ Ես գիտեմ։ Ինձ այդ մասին միշտ ասում է սուբսիդիաների տրամադրման կոմիտեն։ Լսիր, բայց ինչպես ես դու ուզում ինչ-որ բան ապացուցել։ Դե, ասենք այսպես։ Յուրաքանչյուր ուսանող ունի իր փոքրիկ գաղտնիքը։ Երբ ես մահը ճաշակեցի, իմացա, թե ինչու ներկայանում Մարիսայի գաղտնիքը։ Նա հիվանդանոցի տանիքի վրա գրում էր գրվածք, որը ապացուցում էր, որ իրոք մարդը վերապրել է հոգեդարձի փորձառությունը։ Սեթ Հարիսոնը տեսել էր այդ գրվածքը, բայց ես չի հավատացել իրեն։ Բա դեր, մի հպարտացեք։ Սենյակների հարդարում։ Ինձ միշտ թվում էր, թե երբ իմանամ հայրիկիս մահը, ես ոչ մի ապրումներ չեմ ունենա։
Բայց երբ ես իմացա այդ մասին, ինձ համար այն ավելի ծանր էր, քան ես կարող էի պատկերացնել։ Ինձ թվաց, թե դուք ատում էիք նրան։ Այո, ատում էի։ Երբ ես երեխա էի, նա ինձ համար տիեզերքի կենտրոնն էր։ Մենք միասին հիանալի ժամանակ էինք անցկացնում։ Ես այնպես էի նրանով հպարտանում։ Ես նրա ընկերն էի։ Մտածում էի, որ անհնար է դադարեմ նրան սիրելուց։ Երբ ես դու հայրիկիդ հետ վերջին անգամ տեսնվել։ 2 շաբաթ առաջ։ Դա ինչպես տեղի ունեցավ։ Դու ինչ զգացիր։ Այնպիսի զգացմունք էր, կարծես իմ սիրտը պոկում է իմ կրծքից։ Նա կանգնած էր դռան մոտ եւ աղաչում էր, որ ներեմ իրեն։ Ես ուզում էի դուրս գալ եւ գրկել նրան։ Բայց դրա փոխարեն ես շրխկացրեցի դուռը իր դեմքի մոտ։ Իսկ հիմա նա մեռած է։ Եվ ես ոչինչ չեմ կարող փոխել։ Լսիր, Էրիկ։ Ինձ թվում է դու ոչ թե հայրիկիդ մահն ես սգում, այլ կորցրած հարաբերությունները։ Մենք չունենք ոչ մի հարաբերություն։ Դու հնարավորություն չունես հարթելու այն եւ դրա համար ցավ ես զգում։ Հարիսոնը։ Ես ուզում եմ քնել։ Նա պայքարում է։ Նա կարճել է կյանքից հանուն ձեզ։ Նա ուզում է գնալ դեպի լույսը։ Ասացեք, որ նա կարող է գնալ։ Այո։ Այնտեղ չկա ցավ եւ վախ։ Կարող ես գնալ։ Գնա թանկագինս, ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի, հայրիկ, ամեն ինչ լավ կլինի։ Ես քո փոխարեն մայրիկին հոգ կտանեմ։ Ստեսություն, հայրիկ։ Գնա դեպի լույս, 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 գնա դեպի լույս։ Նա խաղաղության մեջ մտավ։ Առանց քեզ ինձ համար դժվար կլինի։ Ես լսում էի, թե ինչպես էր Մարիսան խոսում անսահման սիրո մասին, որին Սեթ Հարիսոնը պետք է հանդիպեր թունելի վերջում։ Եվ հասկանում էի, որ դա հենց այն սերն է, որով ես պետք է իմ հոգու տատարկությունը լցնեի։ Օ ոչ, Էրիկ, ինչու դու չներեցիր ինձ։ Ես դժոխքում եմ վառնում ամբողջ մի հավիտենություն։ Ոչ։ Ամեն անգամ ես տեսնում էի այդ ահավոր երազները։ Ես չէի ուզում, որ իմ հայրը հավիտյան վառվեր դժոխքում, բայց ես չէի կարող ներել նրան այն ամենի համար, ինչ որ նա արել էր։ Ասա ինձ, այնտեղ բոլորն են գտնում խաղաղություն եւ հանգիստ։
Համարյա բոլորը։ Իսկ ինչպեսին են լինում բացառությունները։ Անցյալ շաբաթվա ընթացքում ես զրուցել եմ մի կնոջ հետ։ Կուզես տեսնել։ Այո։ Լավ։ Ես հիշում եմ, որ այնտեղ ահավոր ցուրտ էր։ Ես սարսափելի մրսեցի եւ հետո սկսեցի սուզվել։ Բայց ես չհասա մի լճի։ Գիտեմ, որ դա սարսափելի է հնչում, բայց միտեղ հասա, որն ինձ համար ահավոր էր։ Այնտեղ շատ մութ էր։ Եվ սարսափելի հրեշներ կային։ Նրանք սողում էին դեպի ինձ եւ ծաղրում էին ինձ։ Ես նրանց չէի տեսնում, բայց լսում էի, թե ինչպես էին ինձ վրացի ծաղում։ Հետո ինձ թվաց, որ ես վառվում եմ։ Ինձ համար շատ սարսափելի էր։ Ես ճչում էի, Աստված իմ, օգնիր ինձ, խնդրում եմ։ Իսկ նրանք շարունակում էին ծիծաղել ինձ վրա եւ ասել. Հիմա արդեն քեզ ոչ ոք չի կարող օգնել։ Հիմա քեզ ոչ ոք չի օգնի։ Չմուշկներով սահելու ժամանակ սառույցը կոտրվել է եւ նա սկսել է սուզվել։ Նա սառցե ջրում մնացել է 7 րոպե։ 7 րոպե։ Ես էլի մի քանի այսպիսի դեպքեր ունեմ։ Շատերն ասում են, որ ահավոր ցավ են զգացել։ Կարծես թե նրանց պատժել են այն բոլոր բաների համար, որ արել են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Շատերը զգացել են չար արարածների ներկայությունը։ Ես այսպիսի դեպքերն անվանում եմ հոգեդարձի բացասական փորձառություն։ Ովքեր են այս մարդիկ։ Նրանց կարելի է վստահել։ Անձամբ ես երբեք չեմ լսել հոգեդարձի բացասական փորձառության մասին։ Իսկ ով կուզի պատմել այն մասին, թե մահացել է եւ հայտնվել դժոխքում։ Եվ դա բացատրվում է կուլտուրայի ազդեցությամբ եւ հետմահու կյանքի առասպելաբանության վրա, այնտեղ ուր դու ընկնում ես մահվանից հետո, կախված է այն բանից, թե կյանքի ընթացքում դու ինչի ես հավատացել։ Դու ինքդ ես քեզ ստեղծում երկինքը եւ ինքդ էլ ստեղծում ես դժոխքը։ Ես էլ եմ մոտավորապես այդպես մտածում։ Ես ուզում էի դրան հավատալ։ Ես չէի ուզում հավատալ դժոխքի գոյությանը, որի մասին ասում էր քարոզիչ Լատիմերը։ Ես ուզում էի։ Ոչ, ինձ անհրաժեշտ էր վերապրել լույսի, ջերմության, ամենաներող սիրո դրական փորձառությունը, որը գոյություն ունի երկրի եւ հավիտենության միջև։ Կար միայն մեկ միջոց՝ ստանալ բժշկություն եւ հերքել դժոխքի գոյությունը։ Դրա համար պետք էր միայն մի փոքր համարձակություն եւ վերջ։
Ինչ է կատարվում։ Ես մի գերազանց մտահղացում ունեմ։ Ինչպիսին է այն։ Դու գիտես, թե որքան դժվար է ապացուցել հետմահու կյանքի իրականությունը։ Այո, գիտեմ։ Միգուցե դու փորձել ես այն անել ոչ ճիշտ տարբերակով։ Միգուցե այն բանի փոխարեն, որ պետք է սпасել հաջորդ անձնավորությանը, որն այն կապրի, արժե որ այդ մահվան փորձառությունը առաջացնել արհեստականորեն եւ հետեւել թե ինչ տեղի կունենա։ Բայց առաջին հերթին դա անհնար է գիտական տեսանկյունից, եւ դեռ չեմ ասում այն մասին, որ դա էթիկայից եւ օրենքից դուրս է։ Պրակտիկորեն դա մարդասպանություն կլիներ։ Միայն մտածիր, Մարիսա։ Դա այն է, ինչի համար դու աշխատում ես։ Դու կարող ես հերկել մահվան եւ վախի մասին բոլոր նախապաշարումները։ Չգիտեմ։ Սովորաբար ոչ ոք չի ցանկանում մահանալ։ Ես ցանկանում եմ։ Մտածիր, դա կլինի համոզիչ փորձառություն։ Ես հոգեպես եւ մտավորապես առողջ եմ։ Ես ավարտել եմ բժշկական ինստիտուտը գերազանց, ես հարգված բժիշկ եմ։ Բացի դրանից ես ոչինչ չունեմ կորցնելու։ Քեզ հոգեբուժ է պետք։ Ես կարծում եի, դու ես հոգեբուժը։ Էրիկ։ Ես քո բժիշկը չեմ։ Եվ ես չեմ կարող քեզ համար անել ավելին, քան արդեն արել եմ։ Այսինքն դու լքում ես ինձ։ Ոչ։ Լքում ես բառը նկատի ունի որևէ հարաբերություն։ Իսկ այս ամենի մեջ, որ քեզ վիճակվել է վերապրել, ամենակիչը պետք են քեզ լուրջ հարաբերություններ։ Դու ճիշտ ես։ Վատ մտահղացում է։ Նա ինձ չէր հասկանում։ Ոչ հաբերը, ոչ շոկային թերապիան չէին կարող լցնել դատարկությունը։ Ինձ պետք էր ցավը հանգստացնել։ Ինձ հարկավոր էր այն սերը, որը ունենում են միայն մահվանից հետո։ Ես պետք է իմանայի, թե որտեղ է իմ հայրը։ Բարև թանկագինս։ Ինչպես ես տղաս։ Լավ։ Ուրախ եմ քեզ տեսնել։ Ինչպես է անցել օրը։ Շատ լավ։ Այո, ինչպես են գործերը հիվանդանոցում։ Ինչպես միշտ, կան շատ հիվանդներ։ Իսկապես։ Չգիտես ինչու քո դեմքի արտահայտությունը տարօրինակ է։ Ինչպիսի դեմքի արտահայտությունը։ Այդպիսի դեմքի արտահայտություն քեզ մոտ եղել է այն ժամանակ, երբ դու եկար ասելու, որ մեկնում ես Հիմալայ, որպեսզի բարձրանաս Մագիլի լեռը, կամ էլ ինչպես էր այն կոչվում։ Էվերեստ լեռը, մայրիկ։ Էվերեստ, Մագիլի, ինչ տարբերություն։ Եվ այնուամենայնիվ ինչ է պատահել։ Ոչինչ, ուղղակի եկա ասեմ, որ այսօր մենք միասին չենք կարող ընտրել։ Ինչու։ Ես արդեն պատրաստել եմ այն։ Ինձ մոտ Դու վստահ ես, որ չես կարող մնալ։ Ինձ մոտ մի կարևոր գործ կա։ Պարոն բժիշկ։ Ես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ սիրում։
Ինձ համար սարսափելի ամոթ էր։ Ինչպես դու կասես քո հարազատ մայրիկին, մի կնոջ, ով քեզ կյանք է պարգևել, որ պատրաստվում ես քո սեփական մահը պատրաստել։ Ամենաբարդն այն էր, որ պետք էր ընտրել համապատասխան տեղը։ Դա պետք է լիներ հիվանդանոցում, եւ որպեսզի ոչ ոք չիմանար այն մասին, ինչ որ ես պատրաստվում էի անել։ Ես տեղավորվեցի նկուղում։ Ինձ որոշ ժամանակ էր պետք, որպեսզի հավաքեի այն ամենը, ինչը որ Քարլին պետք կգար ինձ վերակենդանացնելու համար։ Եվ վերջինը այն էր, որ տեղադրեցի տեսախցիկ, որպեսզի բոլորը տեսագրվի։ Քարլ Դոկտոր Բուրգ։ Ողջույն, Քարլ, Էրիկն է խոսում։ Էրիկ, ընկերս, ես հենց նոր հիվանդանոցից դուրս եկա, դու որտեղ ես։ Ես նկուղում եմ, ինձ քո օգնությունը պետք է գա։ Իհարկե, ինչ է պատահել։ Ես ինձ համար կալ եւ քլորիդից կոկտեյլ եմ պատրաստել։ Ուզում ես միանալ։ Դա կսպանի քեզ։ Այո, համոզված եմ, որ կսպանի, բայց դու ինձ կվերակենդանացնես։ Դրա համար ընկերներ պետք են, ճիշտ է։ Էրիկ, դու աննորմալ ես։ Չկա երաշխիք, որ կարող եմ քեզ ետ բերել։ Լսիր, ինչ որ քեզ պետք կգա արդեն այստեղ է։ Ինձ 6 րոպե մնաց, մինչ ես կդառնամ չորացած բույս։ Էրիկ։ Էրիկ։ Դե ինչ, սպիտակաձյունիկ։ Եկել է մեծ թունավոր խնձոր ուտելու ժամանակը։ Ներողություն, Մարիսա, գնանք ինձ հետ։ Ինչ է պատահել։ Գնանք ինձ հետ։ Բայց ինչ է պատահել։ Գնանք ինձ հետ, ինձ քո օգնությունն է Ինչի պետք։ համար։ Էրիկը։ Ինչ։ Նա մեռավ։ Ինչ է նշանակում մեռավ։ Դողդոջուն շշտունքներ, խորտակված նավեր։ Օ, Կարլ, ինձ ետ մի դարձրու։ Եթե դու ինձ սիրում ես, ինձ մի վերակենդանացրու։ Այստեղ այնքան հրաշալի է։ Դա իրականություն է։ Նույնիսկ ավելին, քան իրականություն է։ Ինչ որ ես առաջ տեսել եմ, զգացել եմ եւ ճաշակել եմ, այդ բոլորը ընդամենը խղճուկ նմանակն է իմ տեսածի համեմատ։ Դա իմ երևակայությունը չէ։ Զգացել եմ եւ ճաշակել եմ, այդ բոլորը ընդամենը խղճուկ նմանակն է իմ տեսածի համեմատ։ Դա իմ երևակայությունը չէ։ Ուղղակի ուղեղը չէր կարող այդպիսի բան մտածել։ Դա երկինքն էր։ Չգիտեմ, բայց ինձ թվաց, թե դա այդպես է։ Ահա նա։
Չեմ կարողանում հավատալ, որ նա հայտարեց։ Չեմ կարող հավատալ։ Նա մեռած է։ Տեսնենք։ Զարկերակ չկա։ Ահա, դիրսա նրա այս մասում, մեկ այստեղից մյուս այնտեղ։ Հիմա նրան արհեստական շնչառություն տուր։ Ինչու ես դու այստեղ։ Ես ուզում եի իմանալ քո եւ այս հրաշալի վայրի մասին։ Ետ վերադարձիր, քո ժամանակը դեռ չի եկել։ Դիր 200-ի վրա։ Լավ։ Լիսկ։ Փոխիր 300-ի վրա։ Լավ է։ Լիսկ։ Տերին, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Աստվածի, Էրիկի հետ եղեք։ Պաշտպանիր նրան եւ պահպանիր։ Դե, Էրիկ, 360։ Դե։ Լիցք։ Լիցք։ Կարլ, եթե դու լսում ես ինձ, վերցրու ինձ այստեղից։ Հայր, շրջապատիր նրան քո սիրով։ Օգնեցեք։ Ինչ է քեզ հետ պատահել։ Նրանք ուտում են ինձ։ Մի բան արա, դե, մի բան արա։ Պաշտպանիր նրան ամեն չարից, Տերին։ Եվս մեկ ամպուլ այբիի ներարկիր։ Դե, Էրիկ։ Դե։ Ես ներարկեցի այբի։ Սրտի մերսում ենք անելու։ Դու տալիս ես շնչառություն, ես անում եմ սրտի մերսում, հասկացար։ Դե, կենթանացի։ Ստուգիր զարկերակը։ Տեր Աստված, եթե դու գոյություն ունես, վերցրու ինձ այստեղից։ Տերին, խնդրում եմ քեզ, պաշտպանիր նրան։ Չափազանց ուշ է։ Չափազանց ուշ է։ Որոշումն արդեն կայացած է։ Նրանք կգտնեն միջոց քեզ ցավ պատճառելու։ Նրանք օգտագործեն քո վախը, որպեսզի չարչարեն քեզ։ Իսկ դու ինչպես ես այստեղ հայտնվել։ Մենք ընկերներով որոշեցինք փորձել հերոին։ Իմ կյանքում դա առաջին անգամն էր, եւ ես մահացա չափազանց ներարկման պատճառով։ Ես մտածում եմ, որ այնուամենայնիվ ընկել եմ այստեղ, որովհետև ամեն անգամ, երբ ես պետք է լսեի քարոզը, ես մտածում էի երկչուհու մասին, որն ստացեր երրորդ շարքում։
Ստուգիր զարկերակը, ստուգիր զարկերակը։ Զարկերակ չկա։ Արեն Հարիսն Այդ դու ես բժիշկ։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ հայտնվեք այստեղ։ Ջուր տվեք ինձ։ Ես ահավոր ծարավ եմ։ մենք ջուր չտեսանք այստեղ։ Խնդրում եմ բժիշկ, դուք պետք է ինձ համար ջուր գտնեք։ Ինչ է նրա հետ կատարվել։ Դու իսկապես ուզում ես իմանալ։ Սոտ, կարելի է քեզ մի հարց տալ։ Իհարկե։ Ինչ դու կպատասխանեիր, եթե Աստված քեզ հարցներ։ Սոտ, ինչու ես պետք է քեզ երկինք թողնեմ։ Ինչ կպատասխանեիր դու։ Ես կասեի, որ ամբողջ կյանքում լավ մարդ եմ եղել։ Ես ամեն Կիրակի գնում եմ եկեղեցի, ես սիրում եմ կնոջս, երեխաներիս, ես ձգտում եմ օգնել կարեկավորներին եւ ձգտում եմ ոչ մեկի հանդեպ դիտավորությամբ չարություն չանել։ Ահա թե ինչ կասեի ես նրան։ Այդ ամենը լավ է, բայց այդպես, թե դու եւ թե որևէ մեկը չի մտնի երկինք, մենք ամենքս մեղանչել ենք եւ Աստծո փառքից պակասել ենք, եւ դրա համար մեզ հարկավոր է Հիսուս Քրիստոսը, նա միակ կատարյալ մարդն է։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք չի գա հորը, եթե ոչ ինձ մոտ»։ Ստեն, ես քեզ եղբոր պես սիրում եմ, բայց մենք այստեղ եկել ենք ճաշելու։ Եկ ուղակի ճաշենք, լավ։ Նա շատ լավ մարդ էր։ Այո, նրանք շատ են սիրում լավ մարդկանց։ Լավ, պարոն Աուտլան, եկեք հետևություններ անենք։ Դեռ ժամանակն է, որ վճարենք $60 միլիարդ։ Սրանք այն մարդիկ են, որոնք փորձում են փրկությունը ժառանգել իրենց գործերով։ Իսկ դա լեգալիզմ է։ Լեգալիզմը հիմնավորվում է կրոնական օրենքների վրա, որը մարդկային մտահղացում է, եւ դուք մտածում եք, որ այդպես կարող եք հասնել Աստծո արդարությանը։ Ես լավն եմ, որովհետեւ լավ գործեր եմ կատարում, բայց դա ճշմարտություն չէ։ Աստված ատում է լեգալիզմը։ Ինչու՞։ Որովհետեւ ինչպես Պողոսն է ասում, մարդը օրենքի գործերով չի կարող արդարանալ։ Կործանիչ բարդություն այս քաղաքիսի վերջում։ Լուսնը բաց է թողնում հարված, նոբլեսը խաղից դուրս է գալիս։ Եղիր նրա հետ։ Ինչ անենք։ Եկ նորից օգտագործենք էլեկտրոշոկը։ Իմ հայրը հնարավոր է այստեղ լինի։ Մենք կարող ենք նրան գտնել։ Նա այստեղ չէ։ Իսկ դու որտեղից գիտես։ Հիմար մարդիկ, որքան հեշտ է նրանց խաբելը։ Հիմա դու այստեղ խաբիցյան կվառվես։ Լիցք։ Լիցք։ Տեր Աստված, օգնիր ինձ։ Ես կենթանացնեմ նրան։ Չափազանց ուշ է, շատ ժամանակ է անցել։ Լիցք։ Բավականին ժամանակ է անցել։ Լիցք։ Ողորմիր նրան, Տեր իմ։ Ողորմիր նրան։ Սա քո վերջին վայրկյաններն են։ Դու դեռ կարող ես վերադառնալ քո մարմնի մեջ։
Ես հասկանում եմ դա, բայց նախ ես ուզում եմ տեսնել հայրիկիս։ Դա հնարավոր չէ։ Ես ուզում եմ նրան ասել, որ սիրում եմ իրեն եւ ուզում եմ ներողություն խնդրել։ Քո հայրը սիրում եւ ներում է քեզ, ինչպես նաեւ քո երկնային հայրը։ Քեզ պետք է միայն ներում խնդրել։ Վերադառնալու ժամանակը եկավ։ Աստվածին, դա իրականություն է, դա սարսափելի իրականություն է։ Չանցավ նույնիսկ 2 վայրկյան, երբ ես հասկացա, որ այդ արարածը հետևում է ինձ։ Դու եկել ես որպեսի վտանգից թաքնվես։ Այո, միթե եկեղեցին սուրբ վայր չէ։ Սա ընդամենը փայտից եւ աղյուսից կառուցված մի շինություն է, ինչպես յուրաքանչյուր մեկ ուրիշը։ Քեզ միայն կարող է պաշտպանել այն, ինչը որ քո հոգում է։ Նա այստեղ է։ Ես կարծում եմ դու իզուր ոստիկանությանը դիմեցիր։ Հիմա ամեն ինչ կբարդանամ։ Այո։ Իսկ ինչ պետք է ես անեի։ Էրիկը կարող էր վնաս պատճառել իրեն եւ շրջապատին։ Բացի դրանից անպայման չէ, որ նրանց ամենը պատմենք։ Ես չեմ վախենում նրանից։ Ես ծածկված եմ գառնուկի արյունով, իմ անունը գրված է կյանքի գրքում։ Ես հրամայում եմ քեզ դժոխքից եկած դև, Հիսուս Քրիստոսի անունով, ետ դարձիր այնտեղ, որտեղից եկել ես։ Նա գնաց ընդմիշտ։ Նա կարող է վերադառնալ, եթե միայն։ Եթե ինչ։ Եթե դու քո կյանքը չհանձնես Հիսուս Քրիստոսին, դա միակ բանն է, որ կարող է քեզ պաշտպանել եւ փրկել։ Դևը ասաց, որ ես իրեն եմ պատկանում։ Դա ճիշտ է։ Դու եւ յուրաքանչյուրը, ով ծնվում է այս երկրում, բացի նրանցից, ով Տիրոջից փրկություն է ստանում։ Մենք բոլորս մեղքերի մեջ ենք ծնված։ Այդ պատճառով դժոխքը մեր վրա ունի ամեն իրավունք։ Ես չեմ ուզում դժոխք գնալ։ Ես ուզում եմ հայրիկիս հետ լինել։ Դա տեղի չի ունենա, մինչև մենք չընդունենք Աստծո շնորհքը Հիսուս Քրիստոսի միջոցով, մինչև չդառնանք իր զավակները եւ նրա թագավորության ժառանգները երկնքում։ Այո, ես ուզում եմ այդ։ Էրիկ! Էրիկ! Փառաբանիր Քրիստոսին, ծնկի եք եւ կրկնիր իմ ետևից։ Տեր Աստված, ես մեղավոր եմ։ Աստվածին ես մեղավոր եմ։ Ես խնդրում եմ թողություն տաս ինձ քո որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Ես խնդրում եմ թողություն տաս ինձ քո որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Նրա մահվան եւ հարության միջոցով։ Նրա մահվան եւ հարության միջոցով։ Խնդրում եմ, փրկիր ինձ։ Խնդրում եմ, փրկիր ինձ։ Փրկիր իմ հոգին։ Փրկիր իմ հոգին։ Մարիսա, շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Փառք քեզ, Հիսուս։ Մենք պետք է խոսենք։ Շատ լավ։